Ցանկանում եմ ասել, որ երբ ոչ ենք ասում նեգատիվ երևույթի, այդ ոչ միանգամից դառնում է պոզիտիվ եւ դրական։ Ես այսօր իսկապես ցանկանում եմ մեր կարծում եմ բոլորիս կողմից իրավագիտություն հայտնել կազմակերպիչներին, նախաձեռնողներին եւ իհեճուկս բոլոր նրանց, որոնք չէին ցանկանա իհարկե, սակայն Հայաստանում առաջ է եկել մի նոր սերունդ, ինտելեկտուալ, զարգացած եւ կազմակերպած, որը մտահոգ է Հայաստանի ճակատագրով, մեր ժողովրդի ապագայով, եւ որոնք կարողանում են իրապես տարբերակել իրական ընդդիմության ժողովրդի հոգսերով մտահոգ քաղաքական իրական ուժերի, որոնք կարող են այդ պայքարը շարունակել եւ որոնք գտնում են, որ ում կողքին կարելի է կանգնել կամ ում հետ կարելի է համագործակցել եւ այդ պայքարը հաղթական ավարտի հասցնելու համար։ Ինչու ենք այսօր հավաքվել, այդ շատ ճիշտ հարց է, որովհետև երկիրը իրոք գահավիժում է բոլոր ուղղություններով։ Եվ երբ իշխանություններն էլ իմիջիայլոց հասկանում են դա եւ փորձում են այսպիսի միջոցառումներով, ես կասեի դա միջոցառում, շեղել եւ քաղաքական դաշտի եւ հասարակության ուշադրությունը ընդհանրապես այդ խնդիրներից, սակայն դա արվում է շատ ավելի այնպես կոպիտ եւ գրեհիկ ձևերով, որ արձագանքելը դառնում է օրվա խնդիր։ Մենք նույնպես դեմ ենք այս փոփոխություններին եւ համոզված ենք, որ ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական պահանջ այսօր չկա։ Այստեղ շատերն են հիշում, որ ուղիղ 10 տարի առաջ նույն այսպիսի գեղեցիկ ձևակերպումներով, այսպիսի ֆրազներով խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, որ երկրի ժողովրդավարացման, բարեկեցիկ կյանքի, միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Եվ համատարած կեղծիքի պայմաններում անցկացված այդ փոփոխությունների արդյունքում երկիրը ավելի ընկղվեց ավտորիտար համակարգի մեջ, տնտեսությունը եւ քաղաքական դաշտը ավելի ուժգին մոնոպոլացվեցին։ Եվ զավեշտը գիտեք ինչու է կայանում, որ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու այդ քաղաքական այն ուժը, որ ցանկանում է ամեն գնով անցկացնել, այդ քաղաքական ուժի ղեկավարը, որը նաև հանդիսանում է այսօր գերագույն գլխավոր հրամանատարը, հայտարարում է, որ հրապարակայնորեն, որ ինքը մտահոգություններ ունի երկրի անվտանգության, հարցային սահմանադրության հետ կապված եւ երկրի անվտանգության հարցերի հետ կապված։ Հարց առաջանում, իսկ ի՞նչն է պատճառը, եթե մտահոգություն ունեք, որ այս համանadrությունը հնարավոր է չկարողանա ապահովել երկրի անվտանգությունը, ի՞նչն է պատճառը, որ այդպիսի մոլուց կա փոխել։ Այս պատճառը բացահայտվում է իշխանության ներկայացմի այլ ներկայացուցիչի հետևյալ հայտարարությամբ, որ այն անձը կամ այն քաղաքական ուժը, որը ցանկանում է կառավարման համակարգում տեղ ունենալ, պետք է անցնի Ադամյան փողոցով հայկի գրասենյակով։ Սա է ամբողջությունը, այստեղ ուրիշ տրամաբանություն փնտրել պետք չի։ Եվ երբ որ նախագծում ասում է, որ ձգտում են պարտոկրատիայի, այս ուղղակի ողբերգություն է 25 տարվա անկախության պայմաններից հետո որևէ մեկի մտքում միտք կա առաջանում վերադառնալ նախանկախության սահմանադրության հայտնի 6-րդ կետին ամրագրելու եւ հավերժացնելու իրենց իշխանությունը։ Սա իհարկե տրագիկ երկով է ավարտվելու, եթե անցկացվի իհարկե, ես չեմ կարծում, որ համատարածունի կեղծիքներով պետք է անցկացվի եւ այս պայմաններում ես համաձայնում եմ իմ գործընկերների հետ, որ լայն հասարակական պարզաբանումների անհրաժեշտություն կա, որ ժողովուրդը հասկանա, որ սա ընդամենը տեքստերի տարբերություն չի, տեքստերի փոփոխություն չի, այլ դրված անժարին երկրի եւ ժողովրդի ճակատագիրը։ Երկրորդ ամենացնցող հայտարարությունը, որ արվում է իշխանության կողմից, որպեսզի հիմնավորի այս փոփոխությունները, ասում են, գիտեք ինչ կա, այս ժողովուրդը կոպիտ ասած մեղ կա,
ամեն անգամ նախագահական ընտրությունից հետո ցնցումների մեջ է ընկնում, երկիրը առճակատման է գնում։ Եվ հարկավոր է երկրին տպարություն է ստացվում, որ ժողովուրդը ինչ-որ մանիա ունի ընտրությունների վերաբերյալ, հենց ընտրությունը գալիս է ինքնատուխ ընկնում են ցնցումների մեջ։ Եվ մոռանում են, թե միտումնավոր ցանկանում են մոռացնել տալ պատճառը, թե հետևանքն է ցնցումների առճակատում, ինչն է պատճառը, որ ընկնում են առճակատման ագնում ժողովուրդը։ Որովհետև իրական քաղաքական գործունեության որպես քաղաքական գործունեություն զբաղվում 98 թվականից։ 98 թվականից սկսված չի եղել նախագահական որևէ ընտրություն, որը համատարած կեղծիքների պայմաններում չանցնի։ Եթե 98 թվականին կամ 2003 թվականին գործող սահմանադրության պայմաններում իշխող քաղաքական ուժը բավարարվեց բռնություններով, ձերբակալություններով, կալանքներով, միայն 2003 թվականին մեր շտաբերի պետերի 80%-ը ձերբակալվել էր երկրորդ փուլում։ Արդեն հասկանալի է, թե ինչ ընտրություններ է։ Եվ այս պայմաններում սահմանադրական փոփոխություններից հետո ստիպված եղան արդեն կալանքն ու ձերբակալությունը չբավարարվել։ Տվեց 10 սպանությունների գնով պահեցին իշխանությունը եւ մինչեւ այսօր որևէ մեկը չպատժվեց դրա համար։ Այս մոլուցքը, որ կա իշխանությունը պահել ամեն գնով, չի կարելի թույլ տալ մի քաղաքական ուժի իրականացնելու թեկուզ եւ սահմանադրական այսօր ցանկանում եմ նշել, որ սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, որպեսզի կատարենք սահմանադրական փոփոխություններ, բայց նույնիսկ եթե գոյություն ունենա սահմանադրական ճգնաժամ եւ անհրաժեշտ լիներ սահմանադրական փոփոխություններ իրականացնել, չի կարելի թույլ տալ մի քաղաքական ուժի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որն իր ամբողջ գործունեությամբ զբաղվել է այդ նույն սահմանադրության ոտնահարմամբ։ Երկիրը իրոք կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Մենք կարծում ենք, որ առաջնահերթ խնդիրը ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը, աղքատության կրճատումը, գիտեք, մոտ 35% պաշտոնական տվյալներ են, բայց իրականում բոլորս գիտենք, թե որքան է դա կազմում։ Աշխատատեղերի ստեղծումը, եւ որ ամենակարևորն է, այս անպաշտպանության մթնոլորտի վերացումը։ Սրանք այն կարևորագույն խնդիրներն են մեր կարծիքով, որը հնարավոր է իրականացնել գործող սահմանադրության շրջանակներում։ Եվ քանի որ իմ ընկերները հիմնականում ամեն ինչ ասեցին, ես ցանկանում եմ նաև հետևյալն ասել, վերջացնելով։ Ցանկացած երկիր, որը գտնվում է ռազմական վտանգի առջև, որտեղ, ասենք, մեր աչքի առաջ, մեր տանջմեր, իրական գործողությունների են վերածվում սահմանի լարվածությունը, այս պայմաններում ցանկացած երկիր գնում է մոբիլիզացիոն ճանապարհով, այսինքն եւ ռեսուրսներ են մոբիլիզացվում, եւ քաղաքական պատասխանատվությունն է կենտրոնանում կոնկրետ անձերի վրա։ Իսկ այսօր այս նախագծով ընդհանրապես պատասխանատվությունը տարալուծվում է, վերեացվում կոնկրետ պատասխանատվությունը կոլեկտիվ անպատասխանատվության։ Եվ այս պարագայում մենք իհարկե մեր գործընկերները նույնպես կոչ արեցին, մենք կոչ ենք անում, որ բոլոր այն ուժերը եւ անհատները, որոնք իրոք մտահոգ են մեր երկրի ճակատագրով, որ հասական է։ Այս փոփոխությունները անցկացնելուց հետո շատ մշուշոտ է, թե հետագայում ինչ կլինի։ Ամենատիպս որովե լավ բան հնարավոր չի իրականացնել։ Միատեղ հավաքվեն եւ ժողովրդի հետ միասին այս ոչի ճանապարհով հասնենք այն բարձրի կասեի իրավիճակին, երբ ժողովուրդը, ինչպես Կարեն Դեմիրճյանը ժամանակին ասում, ժողովուրդը իրականում մոտարված է իր իրավունքից, իշխանությունը ձևավորել իրավունքից, կարողանանք հասնել նրան, որ ժողովուրդը լիարժեք կարողանա իրականացնել իր իրավունքը իշխանություն ձևավորելու իր միջոցով, իր քվեով։ Շնորհակալություն։